Ողջույն բոլորիկին, այս տեսանյութում կլինի երբ կկատարվի ձեր ցանկությունը։ Դե դա այսինքն կնշեմ որևիցե ժամկետ, օր, ամիս միգուցե նաև լինի, եթե օրը նշվի կարող եմ երկու քարտով նշել նաև ամիսը եւ այլն, ցանկություն պահեք, սա լինելու է բոլոր կենդանակերպի նշանների համար, բոլորի ոչ թե մի քանի տարբերակ, բոլոր կենդանակերպի նշանների համար կլինի, նույնը նաև կլինի տարվա ծնված նշանների համար, ուրանում մեկ բառերով։ Եթե չեք հասցնում հիմա պահել, ապա կանգնեցրեք, ֆիքսվեք, կամ դուրս եկեք, հետո նորից եկեք, պահեք ոնց որ հստակ որոշում կայացրեք, այդ ցանկության հետ կապված, նոր հետո հետ եկեք, որպեսզի այդ ցանկությունը ճիշտ լինի, որովհետև ժամկետ է նշվելու, իսկ այդ ժամկետը կարող է լինել 1 օր, 1 ամիս, 1 տարի եւ այլն, համար ֆիքսվեք ձեր ցանկության վրա, բոլոր ովքեր եւ նայեք ձեր կենդանակերպի նշանը, ցանկության դեպքում կարող եք նայել նաեւ ձեր ասցենդենտի նշանը նույնպես, որովհետև դա եւս շատ կարեւոր է ձեզ համար, իսկ լուսնային եւ այլն, եթե ցանկություն ունեք, նայեք, միգուցե նայեք գրանցեք ինչ-որ միտեղ, բայց շատը ասցենդենտն ու արևը, իսկ եթե գիտեք լուսնային է եւս դա էլ նշեք, միտեղ տեսեք, որը կատարվեց ձեզ մոտ։ Այս քարտերն եմ վերցրել, որովհետև մյուս քարտերը ավել քարտեր կան եւ դրանց նշանակությունը ժամկետի մեջ ոչ ոք չգիտի։ Բարդ է դա, շատ վատ է, կարող եմ մի քանի բան ասել, բայց ոչ ինչ-որ պահեր հստակ։ Ահա, ուրեմն, եւ կնայենք խոյերին, տեսնենք, խոյերին ինչ ժամկետ է սպասվում, երբ կկատարվի խոյերի ցանկությունը։ Երբ կկատարվի խոյերի ցանկությունը, գուցե ամիս էլ է պետք նշել։ Ուրեմն ամենաառաջինը սա 12 օրն է, 12 շաբաթ նաև կարող է լինել, 1 տարի, այդպես 12 ամիս, դեկտեմբերին նաև դա կարող է լինել, յուրաքանչյուր ամսվա 12-ին, յուրաքանչյուր, այդպես ամսի 12-ին, և դա կարող է օրինակ, եթե ինչ-որ մի բան է կապված հեռախոսազանգի հետ, կարող եք հեռախոսազանգ ստանալ, ինչ-որ մի տեղեկատվության միջոցով լինի այդ ձեր ցանկությունը, դրանից հետո իմանաք, կամ ինչ-որ խոսակցության միջոցով, և մի ասեք ոչ ոքին ձեր ցանկությունների մասին, որովհետև այստեղ խոսակցություն է և կարող եք դուք ամեն մեկին ասել սա եմ ուզում անել, նա եմ ուզում անել, և այդպիսով և աչք տան և իհարկե անիմաստ է թվում արդեն տիեզերքի համար, երբ որ դուք սկսում եք դա ասել։ Այսքանը ձեզ համար, թող ձեր ցանկությունները ի կատարածվեն։ Գնայինք ցուլերին։ Տեսնենք ցուլերի ցանկությունը երբ կկատարվի։ Քարտ չեմ ուզում ընկնել։ Երբ կկատարվի ցուլերի ցանկությունը։ Մեկ օրից։ Ընդհանրապես սա արագ քարտն է, արագ, սա նաև կարող է լինել հունվար ամիսը, հենց այս ամիսը, ամսի 1-ը, յուրաքանչյուր ամսվա, 1 ամիս, 1 շաբաթ ամենաշատը, այստեղ, դե տեսնենք, միգուցե այստեղ նաև օրել նշվի, այստեղ ամսի 1-երը, դե միգուցե օրինակ ամսի 1 ամիս, հետո ամսի 8-ին, այդպես նաև կարող է լինել։ Եվ դուք ինքներդ էլ պետք է ձգտեք ձեր ցանկություններին հասնելու համար, որովհետև սա արագընթացի քարտն է, մարդը ձգտում է և հասնում է իր ցանկությանը։
Եվ դա անգամ ոչ թե մեկ կարող է նաև ընդհանրապես մի քանի օրից լինի։ Կախված է էլի ձեզանից, եթե դուք նստակ սպասեք, հա, որտեվ սա արագ դուք պետք է անեք։ Այսքանը ձեզ համար թող ձեր ցանկությունները կատարվեն։ Գնայինք եկորյակներին, տեսնենք եկորյակների ցանկությունը երբ կկատարվի։ Երբ կկատարվի եկորյակների ցանկությունը։ Սա էլ է արագ քարտ։ Եթե ընդհանրապես դուք գործեք, դուք որևիցե մի բան անեք, եւ եթե իհարկե այնպես չանեք, որ կեռիկը պահի եւ ձեր գործերը չլինի, դուք պետք է անեք, դուք պետք է տանեք, այնպես պետք է անեք, որ ձեր ցանկությունները կատարվեն։ Սա կարող է լինել 3 օր, կարող է լինել 3 շաբաթ, 3 ամիս, յուրաքանչյուր ամսի 3-ը, մարտ ամիսը նաեւ, եթե կարող ենք այստեղ նայել նաև ինքը ցույց է տալիս, որ պետք է անպայման նայել ամիսը։ Մենք 16 չունենք, 1-ին գումարած 6 կարող է 7, 7-րդ ամիսը։ Օրինակ ամսի հուլիսի 3-ին, օրինակ։ Եվ պետք է հասկանաք, որ ձեր ցանկությանը հասնելու համար որոշ ժամանակ է հարկավոր։ Որքան էլ ինքը նշում է 3 օր, 3 ամիս, պետք է հասկանաք, որ ինքը գնում է ջրի վրայով, հա, եւ ինքը չի կարող այս նավը օրինակ շատ արագ գնալ եւ ինչ որ վերջնական արդյունքի հասնելու համար ձեզ որոշ ժամկետ է հարկավոր։ Այսքանը ձեզ համար թող ձեր ցանկությունները կատարվեն։ Գնայինք խեցգետինների։ Կկատարվի արդյոք խեցգետինների, երբ կկատարվի խեցգետինների ցանկությունը։ Տարբեր հարցեր են։ Դա միգուցե աշխատանքի հետ եք պահել, հա, աշխատանքի հետ է կապված։ Դա է ամենամոտը 19 օր հետո, 19 շաբաթ, դա կարող է լինել ամսի 19-ին, 19 ամիս հետո, դա արդեն 1 տարի 7 ամիս է լինում։ Նաև կարող է, տեսնենք ամիսը, յուրաքանչյուր ամսվա ամսի 19-ը, սա 25 էլի ամսի 7 է լինում, 7-րդ ամսվա հուլիսի 19-ին, նաև այդպես է կարող է լինել, որ ձեր ցանկությունը։ Նաև այս քարտը այնպիսի քարտ է, որ սա կարող է լինել եւ դանդաղ, եւ կարող է լինել շատ արագ։ Որովհետեւ եթե կարիերայի հարց է, սա դանդաղ է ընթանում, բայց ինչ-որ չափով նշած ժամկետներում տարբերություններ կնկատեք, կամ սա կարող է ամիջապես լինել, շատ արագ։ Կախված է նաև այստեղ ինչներ են եկել։ Կախված է նաև այստեղ նայեք, եթե գործարքի հետ է կապված, աշխատանքի հետ է կապված, նա կարող է ոնց որ նշածս օրերից ոչ մեկում ինչ որ գործարք կնքեն, բայց կարիերայի վերջնական կետը մի փոքր երկարի, որտեղ ինքը երկար ժամանակ է պետք։ Այսքանը ձեզ համար թող ձեր ցանկությունները կատարվեն։ Գնայինք առույցներին։ Երբ կկատարվի առույցների ցանկությունը։ Դա սա ընդհանուր 11 օր է, ամենամոտը, 11 շաբաթ, 11 ամիս, նաև դա կարող է լինել նոյեմբեր ամիսը, յուրաքանչյուր ամսվա 11-ը, այդ դեպքում արդեն պետք է նայել, թե որ ամսվա, երրորդ ամսվա, մարտի 11-ը կարող է լինել, բայց եթե վիճեք էստեղ, ինքը կարող է երկարի։ Եվ ոնց որ ասում են, ինչ-որ մի հարցին լուծում տալու համար կարող է հարկ լինել վիճել նաև, իսկ դրանով դուք կարող եք ձեր գործերը ավելի դանդաղացնել, եթե կապված է, հա, մեկը մյուսի հետ, եթե ոչ, ապա սպասեք նշածս օրերին։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր ցանկությունները կատարվեն։
Գնանք կույսերին։ Տեսնենք կույսերի մոտ ինչ է ասում։ Թռնող քարտեր չեմ նայում, որովհետև պետք է կիսեմ։ Երբ կկատարվի կույսերի ցանկությունը։ Դա սա կին է, սա 29 օր հետո, նաև 29 շաբաթ հետո կարող է լինել, գուցե 29 ամիսը մի քիչ դժվար է, ամիսը եկեք որոշենք մյուս քարտով, նոյեմբերի 29-ին օրինակ կատարվի ձեր ցանկությունը, և յուրաքանչյուր ամսվա նաև 29-ին։ Նաև այս քարտը խորհուրդ ունի, որ դեռ շտապեք, ամեն ինչ թողեք իր հունով գնա, որովհետև չի կարող լինել ժամանակից շուտ, ըստ այս քարտով։ Պետք է ճիշտ ժամանակին սպասեք։ Դուք կզգաք այդ ժամանակը, կախված ձեր ցանկությունից։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր ցանկությունները կատարվեն։ Գնանք կշարքներին, տեսնենք կշարքների ցանկությունը երբ է կատարվելու, երբ կկատարվի կշարքների ցանկությունը։ Սա յուրաքանչյուր ամսվա 26-ին կամ ամսի 26-ին, 26 օր հետո, ամսի 26-ին յուրաքանչյուր ամսվա, նաև 26 շաբաթ հետո, ամիսը կարող ենք նայել նաև մեկ այլ քարտով, դե 6-րդ ամիս այստեղ կարելի է, որովհետև 15-րդ ամիս չունենք, այստեղ 6-րդ ամիս, այսինքն հունիսի 26-ին նաև։ Եվ երբ որ որևիցե իրավիճակ կամ որևիցե տեղեկատվություն պատրաստ կլինի, այն ժամանակ էլ դուք կարող եք անգամ դա սկսել։ Ինչ-որ չափով պետք է որոշ տեղեկատվություններ իմանաք, եթե բիզնեսի հետ է կապված, եթե աղջկա կամ տղայի հետ է կապված, իրար հետ շփվելու հետ է կապված, ապա ոնց որ մեկը մյուսի մասին դեռ պետք է շատ բան իմանա, օրինակ, կամուստանամ իր հետ, դեռ ասում է դեռ շատ բան ունեք իմանալու այդ մարդու մասին, հետո նոր որոշեք կամուստանաք, թե ոչ։ Եվ ինչ-որ ժամանակ է նաև հարկավոր առաջընթացի համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ մաղթում եմ ձեր ցանկությունը թող կատարվեն։ Գնանք կարիճներին։ Երբ կկատարվի կարիճների ցանկությունը։ Էլի կին է, սա կինը ընդհանուր 29 օր հետո կարող է լինել, յուրաքանչյուր ամսվա 29-ին, 29 շաբաթ հետո, միգուցե ոմանց մոտ նաև 29 ամիս հետո, չեմ կարող ասել, դա արդեն երբ է գալիս, 2 տարի, 5 ամիս։ Ամիսը կարող է լինել 9-րդ ամիսը, դա սեպտեմբերն է, և սեպտեմբերի 29-ին, միգուցե ձեր ցանկությունները կատարվեն։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր ցանկությունները կատարվեն։ Գնանք աղեղնավորներին։ Երբ կկատարվի աղեղնավորների ցանկությունը։ Կրկին 11, մեկին էլ ընկեր չեմ հիշում, 11 օր հետո, 11 շաբաթ հետո, 11 ամիս հետո, նոյեմբերին, եթե 11 ամիսը հաշվենք հունվարից, դա արդեն ձեզ մոտ գալիս է դեկտեմբերին, և միգուցե նաև ամիսը, 3-րդ ամիս է գալիս, նաև կարող է լինել մարտի 11-ին, կամ նաև յուրաքանչյուր ամսվա 11-ին, սպասել ձեր ցանկությունը։ Այսքանը ձեզ համար, թող որ ձեր ցանկությունները իրականանան։ Գնանք այդ եղջյուրներին։ Երբ կկատարվի այդ եղջյուրների ցանկությունը։ Ամսի 18-ն է, սա 18 օր հետո, յուրաքանչյուր ամսվա 18-ին,
18 շաբաթ հետո, 18 ամիս հետո, դա 1 տարի 6 ամիս է, այսպես նայենք կարող է լինել նաև օգոստոսի 18-ին, կարող է նաև այդ ժամանակը, և յուրաքանչյուր ամսվա 18-ին, 18 շաբաթ, բոլորն ասեցի, նաև սա եթե հարաբերությունների մասին է, սա ոնց որ երկար ժամանակ է պետք հարաբերությունները կարգավորելու համար, նաև դիմացինին ավելի շատ վստահելու համար, այսքանը ձեզ համար, թող որ ձեր ցանկությունները կատարվեն, գնայինք ջրհոսներին, երբ կկատարվի ջրհոսների ցանկությունը, 28 օր, 28 շաբաթ, յուրաքանչյուր ամսվա 28-ին, և հստակ եթե ամիսը որոշենք, մայիսի 28-ին, այդպես կարող է լինել, ինչ-որ կարող տղամարդ է, ով որ օգնում է այդ ցանկությունը կատարվել, նաև այս քարտը ցույց է տալիս, որ ճիշտ ժամանակն է հիմա սկսելու համար, եթե ինչ-որ բան եք ուզում, ոնց որ սա ձեզ համար նշան է, որ հիմա հենց եկել է ժամանակը, որոշում կայացրեք և վերցրեք ամեն ինչ ձեր ձեռքը և արեք, սկսեք, եթե ինչ-որ բան ձեզանից է կախված, այսքանը ձեզ համար, թող որ ձեր ցանկությունները իրականանան, գնայինք ձկներին, երբ կկատարվի ձկների ցանկությունը, կամ կին է գնում կամ տղամարդ, ընդհանրապես կինը որ ընկնում է, սա նշանակում ոնց որ հիմա ժամանակը չէ, հիմա դեռ ժամանակը չի եկել, պետք է մի փոքր սպասեք, դադարեցրեք, մի արագացրեք գործընթացը, տղամարդու մոտ հակառակն է, սա նաև կարող է լինել յուրաքանչյուր ամսվա 29-ին, 29 օր հետո, 29 շաբաթ հետո, դա երբ է լինում, բավականին ուշ, կարծես թե, և տեսնենք ամիսը միգուցե ցույց տամ, 6-րդ ամիս, այսինքն հունիսի 29-ը, այնպես որ պատրաստվեք ձեր ցանկություններին, որ իրականանա, եթե ինչ-որ մի բան է կախված ձեզանից, դուք պետք է անպայման դա անեք, ոչ թե սպասեք այդ ցանկությանը, եթե ձեզանից ոչինչ կախված չի, ինչ-որ մեկի պատասխանին եք սպասում, ինչ-որ մի բան պետք է լինի, որ պետք է լինի, դուք ոչինչ չեք կարող անել այդ պահին, ապա այն նշածս օրերը հենց ձեզ համար են, այսքանը սիրելիներս, թող որ բոլորի ցանկությունները կատարվեն և յուրաքանչյուր բան, ինչը կապված է ձեզանից արեք, մի նստեք, մի սպասեք, ոչ ոք ձեր ցանկությունները չի կատարելու, ոչ ոք, և հենց այնպես հրաշքներ չեն լինում, որ մարդկանց ցանկությունները կատարվեն, մարդիկ աշխատում են, եթե երազում են մարդիկ գնալ չգիտես որտեղ հանգստանալ, մարդիկ շատ են աշխատում, գումար են հետ գցում և կարողանում են այդ ամենը կազմակերպել, հետո ձեզ են ցույց տալիս, վայ ցանկությունս իրականացավ, դուք էլ ասում եք, այս ոնց, դե կարող է ինքը այդքան չէր աշխատում, ամուսինն էր աշխատում, երեխաներն էին աշխատում, և ուղղակի իրան վերցրել են, տալ են այնտեղ, ինքն էլ ձեզ ցույց է տալիս, որ իր ցանկությունը իրականացավ, շատ մարդիկ կան ուղղակի այդպես երևակայում են նաև, ինչ-որ մի տեղ են, որտեղ որպես լավ ճոխճոխ խոսում են, և դուք էլ մտածում եք, ոյ, նայեք ամեն ինչ իր մոտ լավ է ստացվում, այդքանը չի ասի, այսքանը, լավ եղեք, թող որ բոլորի ցանկությունները իրականանան։